Տիրամայրը մեկն է, որ Աստծո աջ կողմն է բազմած։ Մենք տեսնում ենք Աստվածամորը, որին որ ավետվում է թագավորի մայր լինելը, Աստվածամայրը այսօր մեզ համար միայն մնացել է որպես առաջի բարեխոս։ Մի խելացի մարդ ասում է, ես կնոջս չեմ պահում, մենք իրար հետ ապրում ենք։ Հիմա շատ քիչ է այդ իրար հետ ապրելու գաղափարը, այդ ինձ տանեմ պահելու գաղափարին։ Մենք երբ որ ամուսնացնում ենք զույգին, մեր մոտ մտայնություն կա, որ եթե երեխա չունեցան, ուրեմն այդ ընտանիք օրհնված չի։ Աստվածամայրը չհպարտացավ, երբ որ հրեշտակը եկավ եւ նրան անվանեց բոլոր շնորհներ ստացած մեկը։ Ես կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ քիչ խոսել, շատ մտածել։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք Սուրբ Տիրամոր կերպարի եւ ժամանակակից կանանց մասին։ Մեր տաղավարում է Տեր Հուսիկ Քահանա Դոխոլյանը։ Տեր հայր, շատ շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալություն հյուրընկալելու համար։ Տեր հայր, ասվում է, որ Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել առաքինության բոլոր դրսևորումները։ Ինչ հատկանիշներով կարող ենք բնորոշել Տիրամորը։ Եթե մենք փորձենք Տիրամորը բնորոշել, բոլոր դրական հատկանիշները միանշանակ մենք կարող ենք գտնել Տիրամոր կերպարի մեջ, ինչպես խոնարհությունը, ինչպես համբերությունը, ինչպես իր ամուսնուն հետևելը, նաև Աստծո խոսքին հնազանդ լինելը, եւ Տիրամայրը բոլոր ժամանակներում հանդիսանում է այն կերպարը, որի մասին որ առավել շատ խոսվում է թե 5 կտակարանում, թե նոր կտակարանում եւ որը որ մարդկանցից ամենաբարձր փառքին է արժանացել, ինչպես որ օրինակ Սաղմոսների մեջ Աստվածամորը մասին ասում է, որ նստած է դժխոն քո աջ կողմը, այսինքն Աստծո աջ կողմը։ Տիրամայրը մեկն է, որ Աստծո աջ կողմն է բազմած։ Աստվածամոր կերպարի մասին ասվում է օրինակ Առակաց գրքում, որ շատ դստրեր, հարստություններ ձեռք բերեցին, ոմանք էլ իրենց վարքով առանձնացան, բայց դու բոլորից ավելի առավել ես։ Այսինքն այս ամենով հանդերձ մենք չենք կարող կարճ ժամանակահատվածում եւ երկու խոսքով Աստվածամոր առաքինությունները նկարագրել, բայց կարող ենք ասել Աստվածամայրը այն կերպարն է, որ ցանկացած մարդ եւ մանավանդ ամեն մի իգական սեռի ներկայացուցիչ նրանից սովորելու, նրան ընդօրինակելու եւ նրան հետևելու կարիքը եւ հրամայականն ունի։ Իհարկե այս հաղորդումը շատ կարճ է անդրադառնալու այս թեմային, բայց այնուամենայնիվ Աստվածամայրը ընտանիքում ինչպիսի կերպար ենք տեսնում։ Մենք Աստվածամորը եթե վերաբերվենք, չէ, անդրադառնանք եւ անդրադառնանք թե իր ընտանիքը որն էր, Աստվածամորը ընտանիքում իր դերը ինչպիսին էր եւ ինչ կերպար էր, ուրեմն նախ եւ առաջ պետք է ցրենք մեր այն մտայնությունը, որը որ սխալ սրբապատկերների կերպով մեր մտքում մեզ մտածել է տալիս, այսինքն այն, որ Աստվածամայրը եւ Սուրբ Հովսեփը հայրագրյալը Քրիստոսին, այսպես ասենք, տարեկիցներ էին։ Ընդհանրապես մենք տենում ենք, երբ որ Սուրբ ընտանիքն է ներկայացնում որևէ մի սրբապատկերում, կարծես թե Աստվածամայրը եւ Սուրբ Հովսեփը իր տարեկիցներ են, բայց սա այսպես չի։ Նախ եւ առաջ Սուրբ Հովսեփը ինքը տարիքը ավելի տարեց է եւ գեղեցիկ կլներ եւ ճիշտ կլներ, որպեսզի այս ձևել ներկայացվեր նկարներում։ Եվ Աստվածամայրը, երբ որ կոչվեց ամուսնության, ավելի ոչ ամուսնության, այլ Հովսեփի հովանու ներքո ապրելու, խոնարհությամբ հետևեց այս կոչումին, հնազանդվեց սրան։ Եվ Հովսեփն է գիտենք, որ ինքը հարուստ չէր, հյուսն էր, աղքատ կյանքով էին ապրում եւ մենք չենք տեսնում, որ Աստվածամայրը տրտնջար այս աղքատության մեջ։ Մենք տեսնում ենք Աստվածամորը, որին որ ավետվում է
թագավորի մայր լինելը եւ այս ավետումը կամ թագավորի մայր լինելը իր համար գայթակղություն չի հանդիսանում, այսինքն ինքը չի մեծամտանում եւ չի հպարտանում եւ նորից հետեւում է իր ամուսնուն, հետեւում է թե Եգիպտոս տարագրություն, թե Եգիպտոսից վերադարձ, թե հանդուրժում է մի քարանձավի մեջ մսուրում իր թագավորին աշխարհ բերել եւ այլն, այսինքն մենք տեսնում ենք Աստվածամոր լուր խոնար կերպարը, որը որ հնազանդ է թե Աստծո կամքին, թե հետևում է իր ամուսնուն եւ քայլ առ քայլ անցնում է այն նշագրված ճանապարհով, որ Աստված էր նշագրել եւ իհարկե հոգ է տանում իր ընտանիքի համար եւ որ մեծամտանալով ասում է ամբողջ աշխարհը մի կողմ, ես Աստծո մայրն եմ, ես յուրահատուկ կյանք պիտի ունենամ եւ եկեք ինձ երկրպագեք։ Այս երևույթը մենք չենք տեսնում Աստվածամոր կերպարի մեջ։ Հայ կանանց կերպարի ձևավորման հարցում ինչ դեր է ունեցել Տիրամայրը։ Բոլոր քրիստոնյա հասարակությունների մեջ իհարկե քրիստոնյա ոչ վերնագրով, այլ էությամբ Աստվածամայրը եղել է այն կերպարը, որ ամեն մի կին եւ ամեն մի աղջիկ ցանկացել է նմանվել։ Մենք կանանց վրա ենք շեշտվում, մեր մտքերը սևեռվում, բայց պիտի ասենք, երբ որ Աստվածամոր մասին մենք լսում ենք կամ Աստվածամոր մասին մտածում ենք, ինքը թե չէ, ասում ենք միշտ կույս եւ ինքը նա երիտասարդ հասակում նշանվեց Հովսեփի հետ, այսինքն նա թե կնոջ կերպարը կարող ենք այստեղ տեսնել, թե ամեն մի աղջկա կերպար կարող ենք տեսնել եւ ուրեմն ամեն մի քրիստոնյա իր կյանքի ընթացքում բնականաբար քրիստոնյա աղջիկ թեկին փորձել է նմանվել եւ վերցնել այս խոնարհության օրինակ Աստվածամորից եւ մենք տեսնում ենք օրինակ սրա անդրադարձը մեր հայ ընտանիքներում, մի ժամանակվա հայ ընտանիքներում, էլի, երբ որ ասենք կինը այդ պատկառանքը եւ հարգանքն ուներ իր ամուսնու հանդեպ եւ ինչպես որ Աստվածամայրը օրինակի համար Աստվածամայրն է լուր, գրեթե լուր, հա, այսպես ասենք, ավետարանների մեջ, երբ որ մենք տեսնում ենք օրինակ ավետարանիչն ասում է հրեշտակ ավետեց այս ամեն ինչը եւ կամ Աստվածամայրը 40 օրական Հիսուս Քրիստոսին տարավ տաճար եւ այնտեղ մարգարեություն եղավ եւ որ պետք է իր սրտի մեջով է սուր անցնի եւ այլ եւ Աստվածամայրը այս ամենը ասում է լռությամբ պահում էր իր սրտի մեջ այսինքն այդ լռության, խոնարհության կերպարը եւ խոնարհության ասելով իմաստության կերպարը բոլոր ժամանակներում եղել է կնոջ ուղեցույցը եւ մանավանդ հայ կնոջ բայց քանի որ մենք այսօր մի քիչ հեռացել ենք Աստվածամոր եւ ընդհանրապես թեկուզ սրբերի կերպարները խորությամբ նկատելու, կարելի ասել Աստվածամայրը այսօր մեզ համար միայն մնացել է որպես առաջի բարեխոս, որպես նա, ով Հիսուս Քրիստոսի աջ կողմում բարեխոս է ամբողջ մարդկության ազգի համար, որովհետև նա համարվում է նաև որպես մայր ամբողջ քրիստոնյաների։ Տեր, այսինքն ըստ ձեզ այսօր չեն փորձում նմանվել այդ իդեալական կերպարին, ունենք այդ խնդիրը։ Փորձենք զուգահեռներ տանել, հա, այսօրվա եւ Աստվածամոր վարքի մեջ եւ այսօրվա ասենք որևէ մի կնոջ վարքի մեջ նախ ինչպես ասեցի մենք նայում ենք Աստվածամոր ամենահայտնի խոսքերը, չէ, ես Աստծո աղախինն եմ եւ թող ըստ Աստծո կամքի լինի ինձ, այսինքն հրեշտակի այս ավետումը ոչ միայն հպարտություն չեղավ Աստվածամոր համար, այլ նաեւ Աստվածամայրը ինքը խոնարհությամբ իրեն Աստծո աղախինը ծառան անվանելով ստանձնեց այս ճանապարհը եւ դեռևս նոր հղիացած Աստվածամայրը պատկերացրեք, երբ որ ստանում է լուրը նույն հրեշտակից, որ ահա Եղիսաբեթն էլ իր հղիության 6-րդ ամսում է
երկարատև ճանապարհ է անցնում ոտքով կամ գրաստով դեպի հրեական լեռնակողմերը։ Այսօր ցանկացած մի կին կասեր, չէ, ես հղի եմ, պետք է ես տունը մնամ, ես չշարժվեմ եւ այլ, եւ գնալով իր ազգականի մոտ, Եղիսաբեթի մոտ մնում է շուրջ 3 ամիս միջև եւ խնամք է տանում ինքը հղի լինելով աշխարհի փրկչով տերերի տերոջով, թագավորների թագավորով, որի թագավորությունը ավարտ չի պիտի ունենար, այս թագավորի մայրը ինքը խնամք է տանում Եղիսաբեթին, որն էլ որ հղի է, եւ երբ որ Եղիսաբեթի հղիության օրերը լրանում են, այսինքն ինքն արդեն 3 ամսվա հղիություն ուներ Աստվածամայրը, նորից ոտքով վերադառնում է, եւ այնուհետեւ, երբ որ անտրտունջ կերպով ասենք, հա, երբ որ մանուկը ծնվում է, այդ հալածանքներն է ստանձնում, այսինքն փախնել դեպի Եգիպտոս, վստահաբար ինչպես որ նաև ավանդությունն է ասում եւ Մարգարեի խոսքերն էլ կար այստեղ, որ ահա գալիս է Աստված դեպի Եգիպտոս եւ Եգիպտոսի կուռքերը պետք է սասանվեն եւ այս մարգարեությունը ավանդաբար ասվում է, որ երբ որ Աստվածամայրը Փրկիչ Հիսուսի հետ գնաց Եգիպտոս, այնտեղ էլ կարելի ասել հալածական կյանք ապրեց, որովհետև ուր որ գնում էր, այդտեղի մեհյանները քանդվում էին եւ այնտեղից իրենք ուզած չուզած տեղափոխվում էին այլտեղ։ Այսինքն Եգիպտոս գնալը ինքը լռությամբ հետևեց այն պատվիրանին, ինչ որ Աստծո կողմից եկած է։ Եգիպտոսից ետ վերադառնալ, բնակվել Նազարեթում եւ քայլել Հիսուս Քրիստոսի հետ, տանելով այդ ճանապարհի բոլոր նեղությունները եւ այստեղ ոչ միայն լուր հանուրժողականություններ կամ լուր հնազանդություններ, այլ ինչպես որ ասում է հոգիս իմ ցնծում է իմ Փրկիչ Աստծով, Աստվածամայրն է ասում, այսինքն հանուն Աստծո կրած այս նեղությունները իր համար ցնծություններ էր եւ ոչ թե նեղություններ։ Հիմի բերենք այս նեղությունները, որ դեռատիկ աղջիկը եւ նաեւ ավելացնենք, որ սնվել մեծացել էր տաճարում, ուրեմն այս դեռատի աղջիկը այս նեղությունները տանում է, մենք Աստվածաշնչում տեսնում ենք նրա լուր խոնար եւ Դեր էր նաեւ քաջ կերպար է, չէ՞։ Քաջ եւ խաչի վրա երբ Քրիստոս էր բոլորը փախնում են, բայց միանշանակ քաջ կերպա, որովհետեւ լուր խոնար լինելով պիտի քաջը լինես, որ այս ամեն ինչը տանես եւ ցնծած քո Փրկիչ Աստծով։ Այսինքն դե եկեք այս ամեն ինչի հիմա զուգահեռ անցկացնենք այսօրվա իրականությանը, երբ որ աղջիկները սպասում են փեսացուի, որը որ ունենա որոշակի կարողություններ, որոշակի նյութական ապահովություն, որոշակի տեխնիկական միջոցներ, որոշակի բնակության վայր եւ իրենց տանի պահի։ Մի խելացի մարդ ասում է, ես կնոջս չեմ պահում, մենք իրար հետ ապրում ենք։ Հիմա շատ քիչ է այդ իրար հետ ապրելու գաղափարը, այդ ինձ տանեմ պահելու գաղափարին, դժվարություններ, որոնք որ երկուստեք պիտի ապրենք։ Ասում եք հարց տվիք, օրինակ չէ, ինչպես է Աստվածամոր կերպարը մեր ընտանիքներում եղել, եկեղեցին այ երկու զույգերին անվանում է ամոլակիցներ, որոնք են ամոլակիցները նույն լծին լծված երկու եզները, որոնք որ լծվել են նույն գործի, այսինքն ոչ թե կինը բարձր է կամ ցածր է կամ ամուսինն է բարձր եւ ցածր, այլ երկուսով միաժամանակ նույն ջանքն են թափում, որպեսի, ինչպես աղոթքի մեջ ենք ասում, Աստծո պատվիրանները պահեն եւ երկնային պսակների արժանանան։ Եվ հետո Աստծուց խնդրում ենք զավակները ըստ Աստծո կամքի։ Որն է կնոջ գլխավոր առաքելությունն այս աշխարհում։ Մենք երբ որ ամուսնացնում ենք զույգին, մեր մոտ մտայնություն կա, որ եթե երեխա չունեցան, ուրեմն այդ ընտանիք օրհնված չի։ Բայց սա սխալ մտայնություն է եւ շատ հաճախ մարդիկ բաժանվում են երեխա չունենալու պատճառով, դե փառք Աստծո, հիմա մի քիչ այդ երևույթը պակասել է։ Երբ որ մենք ամուսնացնում ենք երկու զույգերի, աղոթքների մեջ հնարավորինս ինչն է շեշտադրումը,
որպիսի Աստված օրհնի այս ընտանիքը, նրանց ընտանիքը եւ անկողինը սուրբ պահի, հրեշտակների խնամքի տակ, հա, այս երկու զույգերը միանալով դառնան մեկ դառնան, մեկ ամբողջություն, նմանվեն իրար եւ անբաժանելի միություն, որպեսի իրենք պատրաստ լինեն բարի գործեր կատարելու, որպեսի միմյանց օգնելով Աստծո պատվիրանները պահեն եւ պատվիրաններից մեկն էլ աճեցեք եւ բազմացեք, որը որ պատվիրանապահություն չի լինի, եթե ընտանիքից դուրս լինի։ Եվ հետո նոր միայն մի անգամ ընդամենը աղոթքի մեջ Աստծուն խնդրում ենք եւ դե լավ, իրանք պատվիրաններով ապրեն, քո սուրբ երկնային պսակների արժանանան եւ տուր նրանց որ զավակներ թող տեսնեն իրենց թորներին, տուր իրենց զավակները ըստ քո կամքի եւ թող տեսնեն իրենց թորներին։ Այսինքն մենք նայում ենք որ պսակի հիմնական նպատակը որպեսի երկուսով լծվեն պատվիրանապահության գործին եւ երկուսով բարիքներ գործեն եւ մեկը մյուսին օգնեն որպեսի գնան երկնային արքայություն։ Սակայն երևի թե իրականությունն այն է որ մեկը մյուսին խանգարում է այս երկնային արքայություն գնալուն։ Տեր հայր, այժմ Սուրբ Աստվածածին մեզ ինչ է սովորեցնում։ Այժմ եւ ընդհանրապես Սուրբ Աստվածածնի կերպարը ընտանեկան երջանկության միակ ճանապարհն է։ Այսինքն նորից եթե վերադառնանք պսակի արարողությանը, չէ, մենք տղամարդուն հարցնում ենք արդյոք Տերես, իսկ կնոջը մենք հարցնում ենք արդյոք հնազանդ ես։ Տեր ասելով հասկանում ենք տիրություն անելը, պատասխանատվությունը կրելը ընտանիքի եւ կնոջ։ Եվ երբ որ ասում ենք կնոջը հնազանդ ես, այսինքն տեսեք հնազանդությունը եւ հեզությունը եւ խոնարհությունը միմյանց կարծես թե քույրեր լինեն։ Ընտանեկան երջանկությունը միմիայն ստեղծվում է այն դեպքում, երբ որ կինը հետևում է իր տղամարդուն։ Անկախ նրանից, թե նյութական միջոցներ հայթայթողը ով է, սա ընդհանրապես էական նշանակություն չունի։ Այլ նշանակություն ունի այն պատկերացումը, որ կինը կամ տղամարդն ինքն իր մեջ ունի այս կերպարի շուրջ։ Ուրեմն, երբ որ կինը հետևում է իր ամուսնուն, երբ որ հնազանդությամբ գնում է նրա ետևից, ով իր համար պատասխանատու է, այստեղ է լինում այս երջանկության կայացումը։ Մենք տեսնում ենք Աստվածամոր կերպարի մեջ, ինչպես ասեցի, այս ամենը։ Ոչ միայն այս ամենը, նաև տեսնում ենք մենք խոնար կերպարն Աստվածամոր, չէ՞ որ Եղիսաբեթը, որ տարիքով իրանից մեծ էր, եւ օրհնեց նրան եւ խոնարհվեց նրա առաջ եւ նրան անվանեց իր տիրոջ մայր։ Սա քեզնից տարիքով եւ պատկառելի մեկի խոնարհումը քո առջև կարելի է մարդուն հպարտության մեջ կարող է գցել, Աստվածամայրը չհպարտացավ։ Աստվածամայրը չհպարտացավ, երբ որ հրեշտակը եկավ եւ նրան անվանեց բոլոր շնորհներ ստացած մեկը։ Սա էլ իր համար հպարտության առարկա չդառավ։ Եվ նաեւ երբ որ մոգերի եկան նրան երկրպագելու, սա էլ այսինքն մենք տեսնում ենք Աստվածամորը, որը թեկուզ եւ մարդկանցից մեծարվում է, բայց ինքը չի մեծամտանում։ Սրան հակառակ մենք կարող ենք տեսնել կանանց եւ աղջիկների, որոնք որ չգիտես ինչպես ինչ մի երազ են տեսել եւ արդեն դարձել են քարոզիչներ։ Հակառակ նրա, որ Աստվածաշունչը կնոջ քարոզիչ չի նկատում։ Եվ բացի դա մենք չենք տեսնում Աստվածամորը ըմբոստացած նեղությունների դեմ։ Ինքը չի ասում, բայց չէ որ ես թագավոր պիտի աշխարհը բերեմ, թագավորն է ծնվել եւ դուք ասում եք թագավորին դնեմ մսուրի մեջ, այս ինչ եք ասում դուք։ Կամ թագավորն է ծնվել եւ թագավորի ընտանիքը պետք է հալածական դառնա հենց իր երկրում, այս ինչ մարգարեություններ, ինձ ասում եք նրա թագավորությունը վաղճան չպիտի լինի, բայց այսօր թագավորը ման է գալի, որ իմ զավակին սպանի։ Այս էր մարգարեությունը, այս էր Աստծո տված իմորնությունը։ Ինչպես ասեցի, այս նեղությունները Աստվածամայրը կրում էր ցնծությամբ։ Պողոս առաքյալը
սրա նման մի միտք է արտահայտում, երբ որ ասում է պետք է ուրախանալ, երբ որ հանուն Քրիստոսի մենք նեղություններ ենք կրում, երբ որ առաքյալները առաջի անգամ հոգեգալուստից հետո տարան քահանայապետերի մոտ, նրանց վրա ոչինչ չգտնելով ծեծեցին եւ ազատ արձակեցին, պարտադրելով որ Հիսուս Քրիստոսի անունով չքարոզեն, եւ ասում են նրանք ուրախությամբ դուրս եկան քահանայապետի մոտից, որովհետեւ հանուն Քրիստոսի հալածվել էին։ Եվ շատ գեղեցիկ մի արտահայտություն է անում մեր հոգևորականներից մեկը, որը որ ասում է քրիստոնեությունը խաչակրությունը չէ, այլ խաչակրության սերն է։ Ուրեմն մենք Աստվածամոր կերպարի մեջ տեսնում ենք այդ խաչակրության սերը, ու գիտեք, ամեն մի տղամարդ բարձր է իր կնոջով, ցածր է իր կնոջով, ինչպես որ Պողոս առաքյալն ասում է, կնոջ գլուխը տղամարդն է, տղամարդու գլուխը Քրիստոս, եւ խոսում է այն մասին, որ կինը իր արարքով իր տղամարդուն անարգում է, այսինքն ցույց է տալիս, որ կինն է, որ կարող է բարձրացնել եւ իջացնել իր տղամարդուն եւ հակառակը իհարկե, եւ ընտանիքի երջանկությունը այո կայանում է նրանում, երբ որ կինը հետևում է իր տղամարդուն։ Գիտեք, ընտանիք է, միշտ կարող է ընտանիքի մեջ վեճեր լինեն եւ անհամաձայնություններ, անհամաձայնություն նշանակում է, որ երկուսս էլ կմտածենք, որ մենք ճիշտ ենք, բա ում հետևենք, երբ որ չենք ուզում զիջել, եւ ինչպես այս լուծումը տանք, եւ լուծումը մեկն է, որ կինը պետք է հետևի իր տղամարդուն, որովհետեւ տղամարդն է վերջի վերջո պատասխանատվության կրողը, եւ ընտանիքի երջանկությունը սրանում է կայանում, որը որ այսօր ցավոք սրտի մենք չենք նկատում եւ նաեւ չենք նկատում այն լրջությունը ամուսնության շեմին, հասկանանք մի պարզ խոսք, այն ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի, մենք գնում ենք դեպի Աստծո կողմից միացում, որը որ բաժանման ենթակա չէ։ Ամուսնության ժամանակ ես խորհուրդ կտայի ընդհանրապես մեր երիտասարդներին լավ ուշ դարձնել այս խոսքին, որ Աստծո միացրածը մարդը թող չբաժանի։ Աստված միացնում է անբաժանելիորեն, սրա համար մենք ասում ենք պսակի խորհուրդ, որովհետև խորհուրդը կայանում է նրանում, երբ որ երկու չափահաս մարդ անբաժանելիորեն միանում են, ուրեմն ամուսնությունից առաջ լավ մտածեն, որ իրենց քայլը ետ դարձի ճանապարհ չունի։ Տեր Հայր, ամփոփելով այս հարցազրույցը ինչ խորհուրդ կտաք կանանց, աղջիկներին։ Կանանց եւ աղջիկներին, գիտեք, կանայք զգացմունքային են եւ համբերություն չունեն, մի քիչ ունեն իրենք համբերություն։ Ինչպես որ մենք Աստվածամոր կերպարը տեսնում ենք Աստվածաշնչում լռության կերպար, հա, երբ որ Աստվածամայրը այդ ամենն իր սրտում էր պահում, ես կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ քիչ խոսել, շատ մտածել, քիչ խոսել, իրենց զգացածը ծանոթ թեթևանեն, արդյոք ճիշտ են զգացել, թե սխալ են զգացել, եւ խորհուրդ կտամ հետևեն իրենց ամուսնուն։ Ով ուզում է լինել ամուսինը, ամուսինը տան մեջ պիտի լինի թագավոր, ամուսինը տան մեջ պիտի լինի իր տան առաջնորդը, այլապես ինչ որ մի բան այն չի լինում։ Շնորհակալ եմ։ Աստված օրհնի։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք Սուրբ Աստվածածնի կերպարի եւ ժամանակակից կանանց մասին։